Փաստաթղթի մեջ մեքենայի փաստաթղթի մեջ նշված չի որ ձեռապատում։ Այդ հարցը բարձրաբանելու համար մեքենան տեղափոխելու հատուկ կողմնորոշ, ինչպես նաև մեքենայի բացակայած տեխնիկական զննություն։ Այս հարցը բարձրաբանելու համար մեքենան տեղափոխելու հատուկ կողմնորոշ, տեղում փաստաթղթային խնդիրներ բարձրաբանենք, արձանագրություն կազմենք, եթե խնդիր չլինի։ Բայց ինչ է դիտում։ Նոր հիշեցի։ Այս բանը այդ պահին գալիս է։ Կարել է ուղարկել։ Հաստատ հետ կանգնեք։ Չշտելու համար։ Քաղաքացի մոտ արդեն չկա նշում։ Ինքը համարվում է վերասարքավորված տրանսպորտային միջոց, եթե փաստաթղթում նշված չի, որ ինքը զրահապատա, մեքենան զրահապատա, ինքը համարվում է վերասարքավորված տրանսպորտային միջոց։ Կամ գուցե որևէ խնդիր չունեմ։ Ես կամած քեզ հետ խոսում։ Ես ով է ձեր պետը։ Պետը մարտակիրամատը մարտիրոսյան դերում։ Ես մի զանգել եմ մարտիրոսյան դերում։ Եվ Ես կխոսեմ մի երկու րոպե ծանոթ։ Այդ որ բան Բանա դեպի կոդով։ Իսկ ես թերություն եմ, մեր թերություն է։ Դրեք ավելի լավ է քիչ հավաքվեք։ Որ բանը ուշել։ Ապրիլ ամսից տարի դիպուտա դրապանի հավաքվեք։ Դրեք խաղաղների։ Վայ, փաստաթուղթը ստվեք։ Հայո իմն է, շնորհակալություն։ Հələ մի վարգյան տեսնենք հրաճը ծեզորենքն է ասում։ Տեսեք, նշեցիք, Հələ մերոպ եմ, հա ժողովուրդ։ Հոդվածի հիմքով մենք կարող ենք տրանսպորտային միջոցը տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Դուք սխալ եք նշել, ոչ թե 18, այլ 18/1 հոդվածով, այդ սխալ է։ Չէ, մերոպ եմ, լսեք շարունակությունը, հարգելի իրավաբան, հարգելի Վարդանյան, կարդացեք։ Ուրեմն տեսեք, ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում։ Դուք ինչով հիմնավորում եք ասեք, հա, պարոն մայոր։ Խոսում եմ մի խնդիր։ Չէ մեքենա։ Ուրեմն հիմա մենք արձանագրություն ենք կազմում, որ տրանսպորտային միջոցը վարել եք տեխնիկական զննություն չանցած վիճակում։ Եվ արձանագրություն ենք կազմում, որ վարել եք վերասարքավորված տրանսպորտային միջոց, այս արձանագրությունը թողեք ավարտել։ Հələ հետ կանգնեք ժողովուրդ։ Արձանագրությունները կազմում ենք, ձեր տեխնիկական վկայագիրը վերցվում է, ձեզ տրվում է ժամանակավոր տեխնիկական վկայագիր, որով դուք հնարավորություն կունենաք մեքենայի տեխնիկական զննությունը անցկացնելու եւ մեքենայի փաստաթղթային խնդիրները լուծելու։ Այդ ամեն ինչը կազմում ենք, ձեր տեխնիկական վկայագիրը վերցնում ենք, դուք 10 օր ժամանակ եք ունենալու խնդիրները վերացնելու, ժամանակավոր տեխնիկական վկայագիրը մեզ վերադարձնելու ու ձեր վկայագիրը ստանալու։ Բարձր ամեն ինչ, մեքենա տեղափոխելու է կարիք չկա, տեղում ամեն ինչ կկազմակերպենք, պատկերացրեք, երկու արձանագրությունները կազմում ենք, տեխնիկական զննության եւ վերասարքավորման։ Ժամանակավոր տեխնիկական վկայագիր եք տալիս, հիմնականում վերցնում եք 10 օր ժամանակ ունեն մարդիկ, որ վերականգնությունները վերացնեն ու մոտենակ արդեն պարագային ծառայության շիրակի մարզի գումարտակի տեխնիկական վկայագիր կվերցնենք։ Այսինքն հնարավոր է այդ հարցը լուծել, ոչ թե հոպ-ստոպ օպերացիան անել։ Այդ հարցերը դուք ներկայացնելու եք Գյումրու հաշվառման քննական կենտրոնում, խոսակցական լեզվով ասած, որ այդ թերությունը փաստաթղթից հանվի։ Այսինքն ավելի ճիշտ լրացվի փաստաթղթում մեքենայի զրահապատկելու հանգամանքը։ Այդ արդեն դուք այդ 10 օրվա ընթացքում կհասցնեք կազմակերպեք, թերությունը կվերացնեք ձեր տեխնիկական։ Շնորհակալություն, որ լորին եք Շիրակի կողմն